հիմա էլ գիտեք մեր տաղավարում էլ ամեն բան պատրաստ է, նույնիսկ այն մարդը, այն անձը, որը այնսով եկել է իր հետաքրքիր բաղադրատոմսով կիսվելու մեզ հետ, նա էլ պատրաստ է, արդեն ձեռնոցները հագին են, ամեն բաղադրիչներ էսպես իր դիմաց դրված, պատրաստ է։ Դե ինձ շտապենք մենք էլ արդեն ներկայացնենք, թե ով է այսօր լինելու խոհանոցում եւ ինչ է մեզ առաջարկելու պատրաստել։ Մեր խոհանոցում է Դավիթ Մանոյանը, բարի լույս Դավիթ։ Բարի լույս եւ համոզված եմ, որ լինելու է սպիտակուցներով հարուստ նախաճաշ։ Ճիշտ է։ Ինչի՞ այդպես մտածեցիք, որտեղ այստեղ Դե ֆուտբոլիստ, երբ ասում ենք ֆուտբոլիստ, արդեն պատկերացնում ենք, որ պետք է սպիտակուցներով հարուստ նախաճաշ լինի։ Ձեզ մոտ այդպես չէ։ Այո, այդպես է, եւ քանի որ ունենք շատ քիչ ժամանակ եւ պետք է սեղմ ժամկետում ինչ-որ բան պատրաստենք, դրա համար որոշեցի պատրաստենք ամլետով տոստ ավոկադոյով, որը կարծում եմ 10 րոպեում կհասցնենք։ Հաստատ կհասցնենք, ինչպես մենք բոլորս առավոտյան քիչ ժամանակ ենք ունենում եւ շատ արագ նախաճաշ ենք նախընտրում։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Ձու, ունենք բեկոն, պանիր, ավոկադո եւ տոստ հացերը։ Եվ տոստ հացերը։ Այո, տոստ հացերը։ Սկզբի համար ինչ ենք անելու։ Սկզբի համար արդեն ձուն մի հատ կսկսենք։ Լվացածը, չասեք մեզ չենք լվացել։ Չենք ասի, համոզված ենք, որ լվացած է։ Դավիթ, բայց նաև պետք է հարցնենք, դու ամեն առավոտ նախաճաշում ես։ Այո, ամեն առավոտ նախաճաշում եմ, բայց ոչ միշտ եմ ես պատրաստում, հիմնականում կինս է պատրաստում, կամ էլ եթե օրինակ, չգիտեմ, խլոպյանոց, կաթով ինչ-որ տենց արագ նախաճաշի հետ կապված, արագ կարող եմ անել, ուտել եւ օրը սկսել։ Հազվադեպ մարդկանցից է, որ ասում է, այո, ես նախաճաշում եմ, եւ սա իսկապես ողջունելի է, չէ՞ Ռուբեն։ Շատ ողջունելի է։ Օրինակ դու չես նախաճաշում։ Ես չեմ նախաճաշել երբևէ, չեմ նախաճաշում, հուսամ կնախաճաշեմ մեկ օր։ Չէ, դե ժամանակն է ուղղակի խանգարում, բայց Լուսնեն շատ ճիշտ է նշում, նախաճաշի համար ամենաառաջնային կարևոր կետը դա ժամանակն է, որ մենք չունենք ու միշտ ապում ենք։ Ես կարող եմ քեզ այստեղ վատ սովորությունները, որտեղ այդ սովորության վրա հիմնականում եւ ցանկությունը, եթե ունես ցանկություն, ապա անպայման կգտնես այդ ժամանակը, Ռուբեն։ Եթե մարդ սիրում է քնել, հիմա ու աշխատանքից էլ հետո դե կուշանա, ոնց կարելի է քնի ժամանակից գողանալ, որպեսզի կարելի է գողանալ 10 րոպե եւ նախաճաշել։ Այս sense համոզելու են, հա, վերջից սկսեմ նախաճաշ անել։ Եվ մեկ օր էլ կպատրաստես մեզ համար։ Հերիք չնախաճաշես։ Մի հատ էլ գազ մեր խոհանոցում եւ պատրաստես։ Լավաշով ընտիր բաների այսպես բրդուճ։ Իմ ամենամեծ խնդիրը պատրաստելու ժամանակ ես որ շատ ասենց ամեն ինչ կոպտես փնթի եմ անում, հետո իմ հետևից կինս հավաքում է, դրա համար ավելի ճիշտ է ինքը շուտ արթնանա պատրաստի, քան թե ես պատրաստեմ։ Եվ հետո ավելի երկար ժամանակ է անցնում հավաքելու։ Ավելի շատ երկար ժամանակ ալնում է, քան պատրաստել։ Դու հանգիստ քեզ գա ինչպես ձեր տանը, դու հանգիստ կարող ես պատրաստել, հետո կինս կգա կհավաքի։ Չէ, մենք ընկերներ ունենք, մենք կհավաքենք, կասենք կհավաքեն, մենք կօգնենք կհավաքեն։ Մենք անապեր սպասելու ենք ուղղակի վերջնարդյունքին, ոնց որ։ Ձիթայողով մենք թավան։ Հիմա դա ձվածեղի համար է, չէ։ Ձիթայողով է պատրաստում։ Ոչ թե կարակով։ Կարող եք կարակով էլ, բայց ամեն դեպքում նախընտրելի է ձիթայողով։ Կարակով ավելի համեղ է, բայց քանի որ սպորտի հետ կապված մի քիչ պետք է լինենք ավելի զգույշ, կարելի ենք այսօր պատրաստել ձեթով։ Ինչպես հասկացանք, հաճախ կարող ենք քեզ տեսնել խոհանոցում, Դավիթ, բայց իսկ մատուցման հարցում ինչպես ես, գեղեցիկ ես մատուցում։ Հեսա կտեսնենք։ Լավ, իսկ սիրում ես, որ գեղեցիկ են մատուցում քեզ համար։ Այո, հնարավոր է։ Դու կինս հա, իրականում գեղեցիկ է միշտ մատուցում, բայց իսկ քեզ համար դա կարևոր է։ Չէ։ Կարևորը համեղ լինի։ Կարևորը սնունդն է։ Արագ ուտել տանից դուրս գալ։ Առասարակ որ խոհանոցի կողմնակիցն ես, Դավիթ։ Հա, ես ընդհանրապես տենց ինչ-որ բաներ չունեմ, որ չեմ ուտում, կարծում եմ բազմազանն եմ իմ նախընտրելի խոհանոցի, իտալականներն եմ սիրում, ասենք ձկնայինն եմ սիրում, բայց հիմնականում, քանի որ այդ սպիտակուցների հետ կապված բան, հիմնականում պաստա, իտալական խաղերից առաջ ամենահարմարն է եւ խաղերից հետո պիցցա։ Կամ բուրգեր։ Արագ հեշտ։ Խաղերից հետո իսկ օրվա ռեժիմը, Դավիթ, ինչպիսին է քեզ մոտ։ Նախաճաշը պարտադիր է, ճաշն ու ընթրիքը պարտադիր են։ Այո, պարապմունքից հետո անպայման պետք է ճաշել եւ փորձել ժամը 7-ից հետո չուտել արդեն։ Չուտել։
Հա։ Այսինքն ընթրիկը բաց ենք թողնում։ Ժամ 6-ին մինչև էլ ժամ 6-7 տենց։ Ռեժիմով։ Ժամը 7-ից հետո ոչինչ չես ուտում։ Իսկ պարապմունքները ամեն օր են։ Գրեթե, բայց ես քանի որ հիմա վնասվածք ունեմ, որ բուժվում եմ, հիմա կարելի ասել պարապ եմ մնացել, դրա համար ստեղ եմ այսօր։ Ունես ազատ ժամանակ։ Այո, ունեմ ազատ ժամանակ։ Քանի տարի է արդեն սպորտում ես, Դավիթ։ 6 տարեկանից։ Եթե այդ հաշվում ենք մանկապատանեկան տարիքը։ Ես կարծում եմ, որ այո, դա շատ կարևոր է 6 տարեկան։ 28 տարի։ 28 տարի։ Եվ ինչքան դեռ կմնա սպորտում։ Կախված է այս վնասվածքը կբուժվի թե ոչ։ Այո, հիմա ասենց իսկ լուրջ վնասվածք է։ Այո։ Արդեն տարի ու կես խնդիրներ ունեմ ու դեռ չեմ կարողանում վերադառնալ ֆուտբոլ, բայց ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ, տեսնենք ոնց կստացվի։ Կարևորը եւս մեկ անգամ նշենք, որ ցանկությունն է, համոզված եմ, որ կհաղթահարես նաեւ այս դժվարությունը։ Մենք բեկոնն ենք տապակում։ Իսկ բեկոնը իրականում կարելի է հենց այսպես էլ ուտել, որովհետև ինքը պատրաստի է, բայց ես նախընտրում եմ տապակած։ Դից ավելի համեղ է տապակած։ Լուսնեի ամենաչսիրած բանն է տապակած բեկոն։ Դրա համար հարցն է պարտադիր էր բեկոնն էլ տապակել եւ ավելացնել։ Կինս կիսով ռուս է, այսինքն ընդեղ է ծնվել, բայց հայ ընտանիքից ու իրանք մայրը հայ է եւ ինքն էլ ձեր ասածը, օրինակ բեկոնը կամ տենց բաները, ասում է արդեն իրանք պատրաստի են, ինչ ես պատրաստում, իմ համար պատրաստի չի, եթե չես պատրաստում։ Մի երկու հատ Լուսնեի համար խնդրում եմ չտապակես։ Հեսա։ Որ Լուսինեն էլ նախաճաշի։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Ահա, բեկոնը տապակեց արդեն։ Բեկոնը արդեն տապակել ենք, ես կարող ենք ստեղ տնենք։ Չէ, բայց լավ էլ արագ ես աշխատում։ Կարող եմ ասել։ Լավ ստացվում է։ Երևում է, որ առաջին անգամ չէ խոհանոցում, էլի։ Շարժ պրոֆեսիոնալ է, չէ։ Այ եթե դու հայտնվես խոհանոցում, Ձեր բոլորը կհասկանան, որ դու առաջին անգամ ես հայտնվել։ Ես մեկ շաբաթ գոնը պետքա տանը փորձեր անեմ։ Կխնդրեմ կնոջս, որպեսզի այդ հարցում ինձ օգնի, ինչը որտեղ է։ Կնոջը զարմանքը արդեն իսկ պատկերացնում ես, չէ։ Վայ, հա, ոչ մեկ կնոջս կարծում եմ շատ է։ Քանի որ մենք երկու տոստ պատրաստենք, դրա համար տենց կես-կես կանեմ։ Դավիթ, իսկ շատ վաղ ժամի ես արթնանում։ 8-ին մոտավորապես շանս հետ զբոսվում եմ, վերադառնում եմ, նախաճաշում եմ, տղայիս մանկապարտեզ եմ տանում եւ անցնում մնացած գործեր։ Ես մտածում եմ, որ առավոտյան պետք է ասես դուրս եմ գալիս վազելու, հետո վերադառնում եմ։ Դե հետ էլ կամ հետը վազում եմ, կամ հեծանիվ եմ քշում, կամ քայլում եմ հետը, բայց միշտ ամեն առավոտ շանս հետ է սկսվում։ Կամ մարզանքը կա։ Այո։ Իսկ եթե պարապմունքներ են լինում, մարզումներ են լինում։ Եթե շատ շուտ պետք է դուրս գամ, ուղղակի պարապմունք եմ դուրս գալիս, կինս արդեն տղեկով զբաղվում, տենց, եթե ժամանակ ունեմ, ես եմ միշտ ման գալիս հետը։ Երեկոյան ինչպես է անցնում Դավիթի գրաֆիկ։ Ինչերը։ Երեկոյան գրաֆիկ։ Երեկոյան, եթե ժամանակ եմ ունենում, պարտադիր տանն եմ տղայիս հետ կամ ինչ-որտեղ ենք գնում, զբոսնում, խաղում, մարզվում ենք, ֆուտբոլ ենք խաղում միասին, կամ էլի ֆուտբոլի նկատմամբ սեր ունի։ Շատ, հա, շատ։ Իսկ գնում է մարզումների։ Ունի, ինչ։ Գնում է մարզումների, արդեն սկսել է ֆուտբոլ։ 4 տարեկան է դեռ։ Բայց 5 տարեկանից արդեն սկսում են, չէ՞։ Մինչև 6-5-ը ավելի շատ խաղեր են, 6-ը արդեն ավելի լուրջ է։ Լուրջ է։ Այլ նախասիրություններ էլ ունի, ասացիր։ Այո։ Սիրում է շատ մեքենաներ, ինձ թվում է ոնց որ բոլոր մյուս տղաները, ասենք բոլորը սիրում են մեքենաներ։ Ոչինչով չեն տարբերվում։ Այո։ Դե դուք էլ տիկ-տիկ էիք սիրում, լավ։ Չէ, կան աղջիկներ, որոնք որ կարող են խաղալ նաև ավտոմեքենաներով, ինչի՞ ոչ։ Եթե հետաքրքիր տղա երեխա է նրա համար, ապա կխաղա նրա խաղալիքներով։ Բացի մեքենաներից նկարել օրինակ սիրում է կամ պարել սիրում է։ Նկարել չէ, բայց ինքը շատ է սիրում նոր նվերներ, երբ որ ստանում է ցանկացած բան, Lego մեքենա, ամենաիրա սիրած պահերն են։ Մուլտիկները շատ սիրում, բայց մենք փորձում ենք
մաքսիմում քիչ իրան հեռուստացույցի կամ ընդհանրապես էկրանի առջև պահենք, կարծում եմ ստացվում է։ Շատերի մոտ տեսնում։ Դավիթ, կարծես վերջերս այսպես հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ մեծացել է։ Այո, մարզվող երեխաների քանակն էլ է շատ մեծացել, պահանջարկը շատ կա, բայց իր պայմանավորվածը չի տալիս։ Դե ինձ թվում է նախ Երևանում ավելի շատ է բնակչությունը, այդ մեկ, հետո ինքը ավելի կարծում եմ այդ սոցիալական կայքերը, բաները, ասենք, թիմերն են աշխատում իրենց մարքեթինգների էջերում ամեն ինչում, ու դա ազդում է մարդկանց վրա, ու դե ֆուտբոլը միշտ մնում է համար առաջին սպորտը աշխարհում, ինքը գնալով, ինքը միշտ արդիական է։ Անփոփոխ է։ Անփոփոխ է։ Չի զիջում իր դիրքերը։ Այո։ Իսկ արվեստի նկատմամբ հետաքրքրություն ունի տղան։ Տղաս շատ է սիրում ինձ հետ մեքենայում երգել, ես Molly Rock-ի ֆանատ եմ ու էդ էլ ինձ հորից է տենց, ոնց որ ես էլ ոնց որ տղաս հիմա ինձ լսում ա, որ անդադ լսում եմ, նույն ձև էլ ես մեր մեքենայում 06 մարտիշի անընդհատ ունեինք այդ Deep Purple-ի, Pink Floyd-ի եւ բոլոր այդ կասետները, որ իշ մեկ գրիչով էինք հետ տալիս։ Իհարկե հիշում ենք։ Եվ այդպես հիմա ինքը նույն ձև իմ հետ միշտ System of a Down, ասենք Led Zeppelin, բոլորը լսում ա ու շատ է սիրում երգել ու շատ լավ բան ունի, սլուխ ունի, տենց։ Իսկ ձայն ունի լավ։ Լավ գործում է։ 4 տարեկանի համար այդ տարիքում ձայնը, որ գիսում է տենց բոլոր երեխաներն նույն ձայնն է։ Իսկ դու կցանկանաս, որ տղադ գնա քո ուղով։ Շատ ցանկանամ, բայց երբեք չեմ ստիպի, եթե ինքը ուրիշ ուղի ընտրի, ես միայն իրան կաջակցեմ։ Հրաշալի, բայց հիմա միևնույն է ֆուտբոլը ընտրելու։ Չգիտես։ Տղաները սիրում են ֆուտբոլ։ Ոչ, չես կարող ասել։ Որպես մասնագիտություն կընտրի, թե ոչ։ Լավ, իսկ երբևէ ֆուտբոլից բացի քեզ այլ ինչ-որ մի ուղղություն հետաքրքրել է, Դավիթ, թե չէ։ Ես վերջերս արդեն հա այդ ահագին ազատ ժամանակ ունենալով ես նկարահանվեցի ֆիլմում Արագ 73-ին վերաբերվող գեղարվեստական ֆիլմ է, որը դուրս է գալու կարծում եմ հաջորդ տարի եւ իրական ֆիլմում նկարվել առաջին փորձս էր, շատ մեծ դեր ունեի, այսինքն այդ խոսքերը, կադրերը շատ էին իմ մասնակցությամբ, բայց մինչև այդ տարբեր տեսարժաններում էլ էի նկարվում, երբ որ ժամանակ ունենում էի մաքսիմալ նենց էր անում, որ ֆուտբոլին չխանգարի, այսինքն եթե ես ունեի մարզումներ կամ խաղ, այդ ժամանակ ընդհանրապես ոչ մի բան չէինք անում։ Այսինքն այդ ուղղությամբ ինչ որ տենց հետաքրքիր հոբի էր ինքը ու կարծում եմ դեռ տենց ոնց որ շարունակվում է։ Նկարանման հրապարակը մագնիսական ուժ ունի։ Այո, հա։ Ասում են ստացվում է մոտս, չգիտեմ։ Եթե անդադ կանչում են, մի բան կա։ Արդեն երկրորդն ենք պատրաստում։ Մեկը բեկոնով, մյուսը ոչ։ Մյուսը ոչ տապակած։ Ոչ տապակած կանենք։ Ոչ տապակած, հա։ Դու հիմա բեկոն ուզում ես, թե չես ուզում։ Չէ, ուզում եմ, բայց ոչ տապակած։ Ոչ, տապակած բեկոն։ Լավ, մենք փաստորեն բացի բեկոնից այլ բաներ ոնց որ ունենք, չէ՞։ Ունենք ավոկադո։ Հեսա դա էլ կսկսենք արդեն կտրել։ Դու հացը միանգամից այսպես ձևով սկսում ես պատել, հա, հացը։ Հետաքրքիր տարբերակ է։ Ուզում է հասկանալ, թե ինչ է իրեն սպասում խոհանոցում, հարցեր է տալիս։ Որս որ ուզում եմ այսօր գնամ տուն փորձեր անեմ։ Այս տոստը ինքը մի քիչ մեծ է, սովորաբար ինքը պետք է ամբողջովին ծածկի, բայց քանի որ մեծ է, ես հենց մի քիչ իմպրովիզացիա եմ անում։ Ես եմ ինքս։ Հասավորում ես, էլի։ Այդ վերջնական տեսքը, որ սիրում եմ։ Լավ, որ օգնության կարիք ունենաս, կասես։ Ոնց որ թե նոր։ Չէ, բայց լավ կարողանում եմ։ Չէ, շատ լավ է կարողանում, ես կարող եմ ասել։ Так, հիմա կկտրենք ավոկադոն։ Ասում եմ, չէ, ես միշտ sense ինչ որ խառը ձևով եմ անում այս ամեն ինչը։ Կարևորը անելն է։ Հետո ես կկտրենք, ես վերջնական հարցում կցուց կտանք ընտիր կլինի։ Դեռ սելերոտատողները մի նայեք Դավիթը ինչ է անում, մենք կպատմենք ձեզ ինչ է անում։ Հիմա ավոկադոն է նա կտրտում, կտրատում է ավոկադոն։ Շատ լավ կտրատեց ավոկադոն։ Կարծում ես ամենահեշտ բանն է կտրել։ Այո, երբ ավոկադոն փափուկ է լինում, այո։ Այս օրինակ տես
գիտեմ ոնց են պրոֆեսիոնալ խոհարարները բռնում եւ Էլ մի սկսի Ռուբեն։ Հա, անկեն։ Այսինքն են անում, որ այս մատները չվնասվի, այստեղից էս փորձել։ Երկու անգամ փորձել եմ։ Չէ, մի անգամ այստեղ եմ փորձել, չեմ հիշում մեկ յուրո ով էր։ Իսկ լրի բավական է։ Մեկ անգամ այստեղ փորձելուց հետո դու քեզ կարող ես համարել պրոֆեսիոնալ։ Սովորեցիս, գնացի տուն մի քիչ տանը գլուխ գովեցի, որ Եսեք ոնց եմ գտել։ Ինչպես է պետք ճիշտ տարբերակը։ Մայրս ասաց՝ «Մի տղաս, քեզ դա պետք չի»։ Ես նրա խորհուրդը մի անգամից ընդունեցի։ Կվնասես։ Ինձ թվում է այն ափսեն կարող ենք դնել տակը, այն որ հավկիթները մենք արդեն օգտագործել ենք։ Գեղեցկացնում է Դավիթը։ Գեղեցկացնում եւ որպեսզի համեղ լինի։ Ինչ ավոկադոն շատ կանենք։ Так, մեր առաջինը։ Դու մի մտածի տեսքի մասին։ Մենք արդեն իսկ պատկերացնում ենք, թե համը ինչ։ Օ, տեսա կտրատել, սենց մեջտեղից կիսեց, իրար վրա դրեց, շարեց։ Սենդվիչ սարքեց։ Ապրես Դավիթ։ Ես հպարտանում եմ քեզ, ապրես։ Առաջարկում եմ այդ հավկիթները, որ արդեն օգտագործել ենք, այդ ափսները կարող ես դնել տակը, որպեսզի քեզ չխանգարի։ Հավկիթները որ տեսքից չներվես։ դնում, ճիշտ է։ Ինչքան լավ եղավ։ Անդիր։ Տեսքի պատասխանատուն Ռուբենն է, այսօր։ Ես էսթետիկայի պատասխանատուն եմ, կապահով եմ։ Ուտեստը պատրաստեց Դավիթը եւ համ տեսեց Լուսինեն։ Չտապակած բեկոնով։ Բայց իրականում համը քեզ դուրս չի գալիս, ես դու այդ նույն սկզբունքով տապակած բեկոնի միայն հոտը եւ համը արդեն խեղդում են։ Այդ մնացած կողքի բաղադրիչներին բանը չի, համը չի հասնում։ Համաձայն եմ քեզ հետ։ Շատ պես թե կանաչ շեղանի մեջ է հանդիպում, թե նաեւ մսեղանի մեջ կան բաներ, որոնք որ ուղղակի իրենց ներկայությամբ խեղդում են մնացած բոլոր։ Դավիթ, իսկա որևէ մթերք, որ երբեք չես ուտում։ Չէ։ Չես սիրում։ Չէ։ Վայ։ Չէ, չկա։ Չկա։ Ահա։ Իսկ բացի նախաճաշից խոհանոցի հետ փաստորեն դու սեր ունես։ Այսինքն ընկերների համար էլ եթե երեկույթներ է լինում կամ կազմակերպում եք, դու չես պատրաստում։ Օրինակ այդ խորովածը իմ այդքան էլ չի, Չէ, խորովածը մի կողմ։ Չէ, օրինակ steak, ինչ որ մի հետաքրքիր steak։ Վաղ առավոտյան Դավիթին կարելի է գտնել խոհանոցում եւ վերջ։ Կարծեմ միակ մարդը որ ընդհանրապես ինչ որ բան պատրաստել եմ ոչ նախաճաշ կինս ա եղել, ասենք պաստա բան ինչ որ sense մեն, բայց հա չէ տղեկի համար հաստատ չեմ պատրաստի։ Հակ, մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, մի հատը մեր մոտ ստացվեց առանց պանիր, մյուսը պանրով, որտեվ կարող է ինչ-որ մեկը պանիր Իսկ կիտրոնը ինչի համար էր։ Կիտրոնը իրականում տեսքի համար է։ Տեսքի համար է, հասկացա։ Կարող են կտրել, եթե ավոկադոն ինչ-որ մեկը սիրում է ուտել կիտրոնով, ընտիր։ Ես։ Հետ կտրեցին։ Ես։ Նոր դանակ։ Չէ, պետք է ասել, չէ, նախասիրությունների մասին բարձրաձայն է։ Առավել ևս եթե կիտրոնը հենց այդ նպատակով է եկել։ Ասել եմ կարծում։ Հո, անկոչ յուր չէ։ Մասից է պետք է։ Ու այդպես լիներ։ Այո։ Ամեն դեսը սենց սիրուն տեսք եք բան կանում։ Մեր տաղավորում ամեն ինչ բնական է։ Իմպրովիզացիա ենք արդեն անում, սենց չենք մտածել։ Բայց ոչինչ, հենց իմպրովիզացիան կարևոր տեղ է գրավում խոհանոցում։ Ինձ թվում է, ստացվում է։ Եվ կարելի է այս մասն այստեղ դնել։ Так, հիմա սա դնում ենք այս կողմ։ Ափսեն դնենք սեղանի մեջտեղում, որպեսզի էլ ավելի լավ երևա քո աշխատանքը։ Լավ է։ Ինձ շատ դուր եկան գույները, գիտես, այսպես վառ գույներով է, իսկ դա արդեն իսկ Ոչ այսօրվա եղանակին համապատասխան, բայց այո։ Համաձայն եմ։ Ահա, այսօր Դավիթ, գրականության հետ սեր ունես։
Այո, բայց կարծում եմ իմ ամենամեծ բացթողումներից է, որ ես շատ չեմ կարդում, քանի որ ես սիրում եմ ընդհանրապես ֆիլմեր դիտել շատ, սիրում եմ պատմություններ եւ այդ միակ բացերից է, որ շատ քիչ գիրք եմ կարդացել իմ կյանքում։ Բայց ուզում եմ ուղղակի Գիտես, պատահական չէր հարցես, քանի որ այսօր դե Շեքսպիրի մասին գիտես հաստատ ու բոլորս գիտենք Վիլյամ Շեքսպիրին, այսօր նրա ծննդյան օրն է։ Ինչ-ինչ աղբյուրներով մեզ եկի հասել է, հավաստի, որ այսօր Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է։ Իսկ թվաց գուցե Շեքսպիրից ինչ-որ մի երկու տող հիշել։ Ստեղծագործություններից որևիցե մեկը։ Ուտել թե չուտել։ Այս սա է հարցը, սա է խնդիրը։ Մենք միանշանակ ընտրում ենք ուտել առանց երկմտելու։ Ընտիր։ Շնորհակալություն Դավիթ։ Շատ արագ փորձենք հիշեցնել, թե ինչ էր մեզ հարկավոր, որպեսզի նման սպիտակուցներով այսպես հարուստ նախաճաշ պատրաստենք։ Տոստի հաց, բեկոն, ավոկադո, յուղ կամ ձեթ կամ կարակ եւ եթե ուզում եք լիմոն, եթե չեք ուզում պետք չի։ Եվ պանիր, եթե իհարկե ուզում եք։ Շատ շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ սկսեցիր։ Համեր սպիտակուցներով լի այսպես։ Այո, համեր նախաճաշով մեզ հետ սկսեցիր։ Վստահաբար նաև տեսքից բացի, որ տեսքը շատ հրաշալի է, նաև համներ ենք մենք վստահ, որ շատ տեղն է ու ամեն ինչ իդեալական, որը կփորձենք շատ շուտով։ Իսկ հիմա էլ եթե դեմ չես, արի միասին մեր հերոստատողների հետ, մեր հերոստատողներին առաջարկենք դիտենք տեսանյութ, որը կպատմի իհարկե Վիլյամ Շեքսպիրի մասին, քանի որ քիչ առաջ ինչպես նաև նշեցինք այսօր նրա ծննդյան օրն է ու պատրաստել թե չպատրաստել, թե ուտել թե չուտել։ Լինել թե չլինել։ Դավիթը ոնց ասեց։ Ուտել թե չուտել։ Ուտել ու ճիշտ ուտել անպայման։ Եվ իհարկե նաև շատ ժամանակ տրամադրենք գրականությանը, արվեստին, մշակույթին, որովհետև սա շատ կարևոր ճյուղ է մեզ համար։ Իսկ Վիլյամ Շեքսպիրը միևնույն է ինձ համար անկեղծ այն քիչ գրողներից է, որը որ գրեթե այսպես կատարյալին է հասնում։ Մենք դիտենք տեսանյութը, իսկ դու վերհիշես որևիցե ստեղծագործություն։ Դիտենք տեսանյութը, դիտենք շատ են, օրինակ երբ որ առաջին անգամ կարդում եմ Համլետի